հաղորդումը համարում ենք բացված։ Այս անգամ մեր ուղևորությունը Արարատի մարզում է։ Նախապես ասեմ, որ ունենալու ենք շատ հետաքրքիր հաղորդում։ Իսկ թե ինչի մասին է, իմանաք ընթացքում։ Հետևորդներ ջան, արդեն հասնում ենք, համարյա բան չի մնացել։ Մեր այսօրվա հետաքրքիր հաղորդման հյուրն է Մարտիկ Մելքոնյանը, ով ունի, հետևորդներ ջան, 5 չէ, 10 չէ, պատկերացրեք 15 երեխա, շնորհակալություն ձեզ դրա համար, մեր երկրին այդքան երեխա պարգևելու համար, անչափ շնորհակալ ենք, բարև ձեզ։ Բարև ձեզ, համեցեք։ Շնորհակալություն։ Տուն մտնելով զգացի այս տան ջերմությունը։ Երեխաները դիմավորեցին ինձ ջերմ ժպիտներով։ Կարծես նրանց հարազատը լինեի։ Ոնց որ չի ստացվում, հա մոտդ։ Փոխեցի, չէ՞։ Փոկում ես արդեն։ Լավ, ես քեզ հավատում եմ։ Եկամ հավաքել է, վերես ցույց տվեք։ Հա։ Բայց ձեզանից ով է ամենամեծը։ Ես մեծը 10 տարեկան։ Բա դու։ Ես մեծը։ Իսկ քո աղբերը, ով որ չի կարում հավաքի։ 9։ Հասկացանք։ Իսկ ով է ձեզանից ամենալավը սովորում։ Ամաչեց, ուրեմն դու ես։ Ես Չէ։ Հա, պաստորեն դու նաև ամաչկոտ ես։ Բա չես ուզում դու էլ ֆուտբոլով զբաղվել։ Հենց սպագատը Ինչ գիտես։ Սպագատված։ Հիմա դու կարում ես շպագատ իջնես։ Կարաս այնտեղ շպագատ իջնես։ Հələ մատ բաբա։ Ոո, դու տաղանդ ես, հագո։ Ահա, էն էլ բերեք մոտիկ։ Ես մի վարկյան։ Հետևորդներ ջան, տեսեք Հակոբը հիմա ոնց է շպագատ իջնում։ Օ, դու Բրուսլին ես, այ Հակոբ ջան։ Մալադեց։ Արդեն երեխաների հետ ընկերանալուց հետո Աննան փորձեց իր քույր եղբայրների անունները ասել։ Հակոբ, Դավիթ, Աննա, Մելինե, Սամվել, Եզթեր, Արմինե, Նազերի, Սարա, Մարիամ, Հետո Սաթեն, Շուշան, Դանել, բավական։ Մալադեց։ Շատ դժվարությամբ օգնելով, բայց կարևորը ասեցիր։ Դե երեխաների անունները թվարկելուց հետո արդեն եկավ սուրճի ժամը։ Սեղանի շուրջ նստելուց առաջ աղոթքով շնորհակալություն հայտնեցինք Աստծուն իր տված բարիքների համար։ Իսկ ձեր մոտ ով է ամենաաշխատասերը։ Ես թերս։ Ոնց կա։ Երևում է։ Համաչեց նաև։ Բոլորն աշխատացող են իրենց բանի մեջ, էլի։ Ես Չափի երազանցի կամ ես թերս։ Իսկ ամենաչարաճճին ով է։ Դավիթը, Հակոբը։ Հա, Դավիթ, բայց չի երևում, որ դու չարաճճի ես։ Ադամը սացալում։ Իսկ օրինակ մտածել եք երբևիցե, օրինակ նայեք, 15 երեխա եք ունեցել, հիմա արդեն 7-ը ամուսնացել են, մնացել են 8-ը։ Ասենք օրերից մի օր մտածում եք, որ կարող է բոլորն էլ ամուսնանան, ու ասենք, ասես մտածեք, էլի ունեցել ենք 15 երեխա, ու հիմա մարդու կնիկ ենք։ Մենակ։ Հա, այլ Ու ինչ զգացողություն է, էլի ձեր մոտ։ Այլ ասել ես։ մենք հայր ասել ենք։ Երեխեքը հիմա որ էջ մենք դասի, ասի մենք տունը մնում ենք մենակ։ Միջև երեխեքը գալիս են, մեր համար դա ծո մաս տրես ենք տան։ Հա։ Այ պատասխան, եթե երեխի որ բերե դրել եք տարանից թվում է մանկատուն։ Ասա հիմա տվեք ես կպահեմ։ Ես խնդիր չունեմ պահել։ Ես մեծ սիրով որ ասում սպասումով սպասել եմ երեխեքի ծնվելուն։ Հետևորդներ ջան, ու այս ամեն ինչը ասում է 15 երեխա ունեցող կինը։ Պատկերացրեք։ Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալություն։ Հետաքրքիր զրույցը ունեցանք, սուրճը խմեցինք,
եւ արդեն անցանք ամուսնացած երեխաների ու թոռների հետ ծանոթանալուն։ Իհարկե, հեռախոսի միջոցով։ Նախապես նշեմ, որ նրանք արդեն ունեն 8 թոռ եւ վստահաբար դեռ ամեն ինչ արժևում է։ Ինքն ձեր մեծ տղեն է, ջերմուկում ինքն էր մնում։ Էսի էջմիածին։ Էջմիածնում է մնում։ Էջմիածին մանում։ Հասկացա։ Անունը ինչ է։ Լիա։ Լիա շատ համովն է։ Էսի Լիան է, մեր համովիկն է։ Լիանա։ Հա, ձեզ նման է։ Աղջիկն է, չէ՞ ձերը։ Հա։ Հա, նման է։ Փաստորեն 3 հատ է այստեղ թոռ ունեք։ Դուք քանի տարեկանում եք ամուսնացել։ Ես 21, անջելը 15։ Հա, Էսի դա մեջտեղից ամենամեծ թորնիկն է։ ամենամեծ թոռնիկն է։ Այսի ամենամեծ Քանի տարեկան է։ 30 տարեկան տեղից աղջիկն է։ 5 տարեկան, վայ շատ համով։ Անես կուզեի բոլորը այստեղ լինեին, բոլորը Մենք կային։ որ Համե ձեր համար հիշողություն էր, էլի։ Մերը հիմնական ծննդյան օրերն է, մեր իմ ու Անժելի ծննդյան օրերն են, էլի հավաք։ Բոլորը գալիս են։ Գալիս են, հա։ Էսի Արտաշատի Ազատավան գյուղի աղջկաս երեխին է։ Մոնթենա։ Ազատավան գյուղի, շատ համովն է։ Շատում է։ Ձեզ Մոնթենա։ 7 հատ երեխա գնում են դպրոց։ Ես առաջին դասարանն եմ։ Ամեն տարի սեպտեմբերի 1-ին նկարվում Ամեն է։ տարի սևերի մոտ բառն է ավանդույթ, հա, ամեն տարի սեպտեմբերի մեջ նկարում ենք, նոր ուղարկում ենք դպրոց։ Հա։ Հետաքրքիր ավանդույթ է։ Այսի փոփ։ Ոխ, էս ինչ համով է։ Շատ քաղցր է։ Էս էլ Աբելն է, 2 տարեկան։ Բայց ոնց է 8-ից շատ չեղան։ 8 հատը նման են, 7 հատը մարդիկի նման են։ Դու ինչով ես զբաղվում։ Ձեռագործություն։ Բա կբերես մի հատ քո աշխատանքները նայենք։ Ապրես։ Ուրեմն մենք պատրաստում ենք զատկի ու սենց բան ենք արել։ Սենց հողագործությամբ զբաղվում թելա։ Սենց գործում սենց Ու շուտ սիրուն է։ իրականում ես ինքս ծերով ձեռագործությունը շատ բաներ եմ հասնում ու ինքս ծերով իմ ձեռագործության ուսուցում ես ընկերներին ես իրան հարգելով ծերով ես իմ գործը ավելի եմ ուզում առաջ տանեմ որ ինքը ինձանով տենց ասած հպարտանա որ այդ ամեն ինչին ես հասել եմ Ապրես։ Դե ամենակարևորը գիտես ո՞րն է։ երկը դրեք Որ սիրում ես ու ստացվում է մոտդ, մնացածը արդեն սովորելու հետ կապված է, որ ավելի զարգացնես։ Հիմա որ քո ատամը չցավ է, Մանի դեպրեսիա դու ինչ է ժպտերես ես լինելու։ դեպրեսիա Արդեն 4 սատը խավակել է 4 սատ հավաքել ես։ Քո հանդեպ շատ անտարբեր ենք մենք, չէ՞ իմ ախպեր։ Ջերմուկից թորնա։ Լիան Հələ հավաքի բոլոր գույները միասին որ լինի։ Հələ տենանք էդի մոտը ստացվում է թե չէ։ Հենց հավաքես կգաս ինձ կասես, հա։ Ապրես։ Բա դու քիչ ես հավաքում։ Բայց ինչ համով երեխա ես, ժպտեր ես, քաղցր։ Ես ավակեցի Մալադեց։ Այսքան ժամանակ բոլորը ձեր անունները ասեցիք, չէ՞։ Կհավատաս ես համարը չեմ հիշում անունները։ Ես ակապտեմ Ես հիմա որ քո անունը ասեմ, երևի սխալ, ես թեր։ Հիա Չէ, զարմացա։ Անում գիտեք Դավիթ Հա, դե որ ասեցիր արդեն հիմա։ Ասում ես դու ինչ ես սիրում նայել։ Ասեցիր ես սիրում եմ նայել ֆուտբոլ։ Հա Էդ է ուզում ասել։ Ախպորշետ նայում են Իսկ որ թիմին ես բալետանում։ Հե Ռեալ Մադրիդին Տեսեք որ գրեց Manchester City-ին Real-ը։ Հա իրենք 3 դրոն, թողնուր 5-1։ Բա դու ինչով ես սիրուն զբաղվել համով ջան։ Ես ես Ռեալ Մադրիդը Հա։ Նայ, օրինակ քուրիկը սիրում է ձեռագործ աշխատանքներ անի, չէ՞։ Օրինակ դու ինչ ես սիրում։ Պահկավոց ենք խաղում Դավիթ Հակոբը գիշերով գալիս է Հա։ Իսկ բանը այսօր պահկվոցի խաղակ ես նկարեմ։ Դու լավ ես դու պահկվելուց ես լավ թե բռնելուց։ Անահիտի հետ արդեն պայմանավորվել էինք դուրս գալ, որպեսզի երեխաները պահկվոցի խաղան։ Հենց այդ պահին նրանց 8 թոռներից մեկը Անգելինան միացավ մեզ։
Եկեք նախ մի փոքր ծանոթանանք Անգելինայի հետ, իսկ հետո դուրս գանք ու տեսնենք, թե ինչպես են երեխաները խաղում։ Ոյ, Անգելինան մանկապարտեզից է եկել։ Անգելինան ձեր թորնիկն է։ Ձեր թորնիկն է Անգելինան։ Ոյ, Անգելինան մեր Ոյ, ես ինչ սիրուն է Անգելինան, հələ ինչ սիրուն է, ոյ։ Վայ ամաչում է, Չի ամաչում է։ վայ ամաչկոտ է, Ես ալի ամաչ ես, չէ ամաչում է ինքը։ Ինչ է սովորեմ անկապարտեզ, մի հատ արտասարում Դով Así. Parece. Ahora que torne. But from the Կարսակ։ Վաստորեն ձեր մոտ սինց կա։ Լավ է շատ հավաքեցիք, հա։ Ես էլ կօգնեմ իմ մայրիկին եւ կհավաքեմ բանջար, սինձ, ես մայրիկիս հետ գնում եմ բանջար եմ հավաքում, զատիչ այդպես բանջեր Ինչ ծաղիկներ են։ Սի աշնան ծաղիկա, սրանք է մարդը Հետևը չկետված Երեխաների խաղը կարծես մի առանձին աշխարհ լիներ։ Լի ուրախությամբ ու անկեղծությամբ։ Իսկ հիմա ժամանակն է մի փոքր առանձին զրուցելու ծնողների հետ։ Այդպես 15 օրվա մեջ ամուսնացանք 94 թվական ապրիլի 7-ին մեր ամուսնությունը եղավ Այսինքն շատ չեք պայքարել ձեր կնոջ համար։ Դե սովորաբար աղջիկները սիրում են, չէ՞ որ իրանց համար պայքարում են։ մի անգամ Հա, ուրեմն շատ է հավանը ձեզ։ երևի Հիմա մի հատ հասկանանք ինքդ շատ է հավանը ձեզ, որ չի թողե պայքարեք։ Ինչ կասեք, դուք ինչ կասեք։ Ինչ կասեմ, ես այն եմ տեսել, որ խոսքերի ասել եմ, որ սենց տղակա ինձ ուզող, պապաս ասել է սպասի Ռուսաստան, ժամանակ ավետորովկա էի գնում, պապաս ասել է սպասի, ասապ կգան, ամեն ինչ լավ կնի, ես ստացվեց, որ ես 3 անգամ երազս մեջ տեսա հարցի շովելով եկեղեցում եմ, կանգնած ասում եմ էդիկ աստուց նշանա, Սենց ամուսնացանք։ Հա, հասկացա։ Իսկ ո՞նց ստացեց, սենց ամուսնացաք ու այդ ժամանակ նպատակ ունեիք շատ երեխաներ ունենալու, թե ընթացքում ձևավորվեց այդ միտքը։ Նպատակ չունեինք, բայց քանի որ իմ տեքերը պատերազմի Արցախի պատերազմի մասնակից ա եղել, մահացել ա, որ պետք է գար ու նշանվեր, Սենց իմ ամուսինն էլ հոգևորթի ա եղել, Յանբեսի մի տարեկանից պահել է, այդ իմ տանկիսուրը ընդհանրապես երեխա չունեցել, այն ժամանակ հորքուրի, մորքուրի թորներ երեխեք բեր է պահել է, իմ ամուսինն էլ նրանցից մեկն է, որ բեսեց կիսուրս պահեց Յան մի տարեկանից, հա, սենց կիսուրս ասավ այն որ ես երեխա չունեմ, թող իմ արտիկը ինքան երեխա ունենա, որ ասմա չապ ու սահման չնի, ատենց ստացվավ եղավ։ Ես ասենք մի տարեկանից մայրս ինձ պահել ա Բայց մենք եղել ենք 4 եղբայր, մեկ 4 եղբայր մի տարեկան եմ եղել, ծնողներս տվել են իրանց քեռու տղային, երեխա չուներ Հա ու այդպես ես ասենք մենակ եմ մեծացել
Հետո երբ որ պատերազմը սկսվեց Արցախյան 94 թվականին հունվարի 13-ին իմ մեծ եղբայրը զոհվեց պատերազմի ժամանակ։ Երբ որ մենք էլ ամուսնացանք, մայրս ասավ կարևոր դե մենակ ենք, հետո արդեն այսպես ասած արդեն որ ինչքան որ Աստված երեխա տա, պիտի բերես, որովհետև ասավ ես երեխա չունենալու պատճառով ինձ շատ եմ համացել։ Մենք էլ ասենց ասած տնտես առաջինը, երկրորդը, երրորդը շարունակաբար մինչև 15-ը փառք Աստծո եղել են դժվարություններ եղել են, նեղություններ են եղել, խնդիրներ են եղել, 11 երեխա մեծացել է 46 քառակուսի բնակ տարածքում։ Շատ դժվար եղած կրի։ Կոմունալ հարմարություն չենք ունեցել, շատ ասենք խնդիրներ շատ են եղել, բայց մենք չենք նայել այդ խնդիրներին, մենք չենք նայել ասենք այդ դժվարություններին, մենք միշտ լավատես ենք եղել եւ այդ լավատեսությամբ մենք շարունակել ենք մեր այսպես ասած արժեվ դրված այն պարտականությունը, որ մենք առել ենք Աստծուց։ Ու այդպես շարունակաբար մենք ունեցանք այդ երեխաներին Աստծո կամոք, այսօր փառք Աստծո արդեն մեծ ընտանիքներ ենք արդեն դառնում երիտասարդը, արդեն մոտավորապես որ հաշվում ենք փեսաներով, ասենք աղջիկներով, թոռներով, ահագին արդեն մեծ թիվ ենք ասում, մոտ 34-35 անցնում ենք։ Իսկ հիմա օրինակ ինչ դժվարությունների մեջով եք անցնում, ինչ օգնության կարիք ունեք։ Արկասը տեսեք իմ կողքը ժամանակին եղել են շատ բարերարներ, որի համար ես շնորհակալ եմ այդ անձանցից, եղել են մարդիկ, որոնց ընդհանրապես չեմ էլ ճանաչել, ասենք իրանք աջակցել են, բնակարանի հարցովել են աջակցել, մեծացրել ենք, շինարարություններ են կարել, խոսքով 10-46 քառակուսի, այսօր բարել 60 քառակուսի, այդ բոլորը արվել է բարերարների շնորհիվ։ Ես երբեք չեմ ցանկացել մեծ հարստություններ, ես ասել եմ օրվա հացը եւ այն կերակուրը, այն հագուստը, ոնց որ ավետարանում է գրված, ասում է կերակուր եւ հագուստ ունենալուց զատ բավական սփեցեք, որովհետեւ օրվա հոգսը իրան բավական է։ Այն ժամանակ, երբ որ մենք ասում ենք աշխատանք է պետք, ասում են քեզի աշխատանք պետք չէ, այնա դու այսքան երեխա ես բերել, դու նստիր մենք կօգնենք, բայց ինչ է, այդ օգնությունները չէ, աշխատանք է պետք, մարդը պիտի աշխատի։ Այսօր փառք Աստծո, շնորհակալ եմ արդեն 4 տարին է, որ գիտեմ, որ աշխատում եմ ու հիմա շատերը մտածում են հետ են այդտեղ, չէ, ես իմ բանից եմ ասում, այո, նեղությունների մեջով անցել եմ, հաղթահարել եմ բոլոր նեղությունները, բոլոր դժվարությունները հաղթահարել եմ։ Ինչի համար եմ հաղթահարել, ոնց եմ հաղթահարել, որովհետև եղել եմ լավատես, որովհետև ես հավատացել եմ վաղվա օրվան, հավատացել եմ այսօրվա օրվան։ Եվ իմ այսպես ասած ընթացքը ես կապել եմ հավատքի հետ, որովհետև ասում է առանց հավատքի անկարելի Աստծո առաջին հաճելի լինել։ Իսկ հաճելի լինելու համար դու պիտի ունենաս այդ հավատքը եւ այդ քո տեսլականը։ Այսինքն երբ որ ես ունեմ այդ տեսլական ապագայի վաղվա օրվա նկատմամբ, ինչ է կարծում, կարող է ես հետ էտամ, առաջ պիտի գնամ, որովհետև ասում է Աստված արդարի ձայնը լսում է, թեպետ արդար չկա, մեկն էլ չկա, բայց հավատում ենք, որ Աստծո արդարությունը յուրաքանչյուր մարդու կյանքում գործում է, եթե մարդը ձգտում է Աստծուն մոտիկանալ, որովհետև ասում է Աստծուն մոտիկացողները նրանք պիտի տեսնեն Աստծո փառքը։ Այսօր մեր ընտանիքի հիմքում եւ այս երեխաներին բոլորին պահելա եւ կերակրելա, դա ոչ թե իմ շնորհքն է եղել, դա Աստծո շնորհքն է եղել, որի համար փառք եմ տալիս Աստծուն։ Ամեն, Աստված օրհնի ձեզ։ Երբ որ աշակերտները հավաքվել էին, Տեր Հիսուսը երբ որ ներս մտավ, առաջին բառը եղավ խաղաղություն ձեզ։ Եվ սա ամենամեծ արժեքը սա է։ Այսինքն ես այսօր դա հասկանում եմ եւ ընկալում եմ, ինչա խաղաղությունը։ Այսօր ամենամեծ ես ուտունդես ունեմ արդեն 3 տղա պիտի ծառայեմ։ Ես այսօր հանգիստ եմ արդեն։ Տեսեք, ինչ բանա խաղաղություն, ես սա հասկանում եմ։ Խաղաղությունը արժեքը սա է։ Ասում եմ Երանի խաղաղություն անողների, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Իսկ ովքեր են Աստծո որդիները։
Աստծո որդիները նրանք են, ովքեր հավատացին Տեր Հիսուս Քրիստոսին, նրանք կոչվեցին Աստծո որդիներ։ Այ Աստծո որդիները սա, Աստծո որդիները միշտ խաղաղության կողմնակից են։ Ավետարանը ասեց Աստծո, սիրիր քո դիմացինի, քո անձի պես։ Ես այսօր իմ դիմացինին իմ անձի պես սիրում եմ, թե չէ։ Հիմա ասենք լավ, ասենք մեկը տկարություն է թույլ տվել իմ անձի հանդեպ։ Իմ անձի հանդեպ։ Ես կարողանում եմ իրան ներել։ Թե թշնամությամբ եմ լեցվում։ Սկսում եմ ամենավերջի ձևով ես այս մարդուն, այս անձնավորությանը նսեմացնել, վերջային եւ այլ եւ այլ։ Աստծո ներկայությունը գիտեք ինչ, սենց ասած այն մոմը վառելը չի, Աստծո ներկայությունն ինչի, Աստծո ներկայությունը Աստծո խոսքը պահելն է։ Աստծո խոսքը կարդալ եւ Աստծո խոսքը պահել, Աստծո ներկայությունը դա։ Ներկա պահին Հայաստանում սերմանվում է ատելությունը։ Այսինքն սոցցանցերում շատ ահռելի ձևով նկատվում է, որ մարդիկ ինչ ասես իրար ասում են, ինչ ասես իրար անում են, հանցագործություններ, սպանություններ, դուք ձեր ընտանիքի օրինակով, որովհետև դուք այդ հիմքերը արդեն ցույց եք տվել, մարդը իմ կարծիքով պետք է իր ընտանիքով ցույց տա։ Այո։ Հիմքը պետք է լինի ընտանիքը։ Ընտանիքում եթե կա խաղաղություն, արդեն ոնց որ ասած ինքը կարա նաև խորհուրդ տա, թե ոնց կարելի է անել երկրում, որ պահպանվի այդ խաղաղությունը ու ատելությունից գա դեպի խաղաղության։ Դուք օրինակ ձեր ընտանիքի ոնց որ ասած բանաձևով կարող եք ասել թե ոնց մարդիկ այս ատելության ոնց որ ասած ֆոնից հելնեն։ Այդ հարցին հետևյալ ձև դա։ Այսինքն տեսեք, նախ մարդը պիտի հասկանա, որ ինքը իր դիմացինին ատում է։ Եթե չհասկանա, ինչքան էլ ուզում ես բացատրես, միևնույն ինքը ատելի է։ Հիմա այդ բանին դուրս գալու համար մի բան մնացել։ Պիտի մարդը հոգևոր կրթություն ունի։ Ես չեմ ասում, ասենք այն կրթություն, հոգևոր կրթություն ունի, որովհետև գիտես ինչ, ես պիտի հասկանամ, լավ, այդ ատելությունը ինձ ուրա տանելու։ Ես հասկանում եմ մի բան, որ այդ ատելությունը ինձ տանելու է դեպի կործանում։ Լավ բանի չի տանում։ Իսկ ոնց եք կարծում, իրանք չեն հասկանում այդ ամեն ինչը։ Իմ կարծիքով կա դիտավորյա, կա որ ասենք մարդը կա չհասկանալով, կա եւ մարդը հասկանում, բայց պիտի անի։ Որովհետև սենց ասում էլի, Աստծո խոսքը մենք արդեն ենք ասում, կա մեղք, կա գիտակից մեղք։ մենք կարանք հասկանանք, որ դրա միակ լուծումը, այդ ատելության լուծումը, նախ առաջինը գալիս է ինքը ատելությունը առաջանում է Աստծուց հեռանալուց, իսկ ատելության լուծումը գալիս է Աստծուն մոտիկանալը, կարանք մենք համարենք, որ այդ է։ Հիմա տես, ինչքան մենք Աստծուց հեռանանք, այնքան մենք գնանք դեպի մեղքը, դեպի ատելություն, դեպի չարություն, որովհետև սենց է, եթե մենք ինչքան մոտենանք Աստծուն, այնքան այդ բաները, որտեղ Աստված սեր, գրված է թե չէ։ Հիմա մենք ինչքան մոտենանք Աստծուն, մեր մեջ ինչը կավելանա։ Սերը կավելանա։ Հիմա եթե ես իմ մեջ սերը ավելացավ, ատելությունը տեղ կունենա սիրո հետ, չի կարա, որտեղ ես սիրում եմ։ Սա գիտես ինչ, սա մենք կարող ենք իմացել, սա արտահայտվենք բառ ենք այդ, բայց սա պիտի մարդու ներքուստ լինի, բառով չի։ Սա գործով պիտի ցույց տաս։ Ֆուտբոլ եք։ Հիմա դու հիմա ասենք պիտի մոտենաս սիրո աղբյուրին։ Եթե ծառավ եմ, եթե ես չմոտենամ ջրի աղբյուրին, իմ ծառավը կհագենա։ Չի։ Հիմա մարդը ատելություն ունի։ Ատելություն ինքը ատում է։ Եթե չմոտենա Աստծուն, ինքը այդ ատելությունից չի կարող ազատագրվի։ Պիտի ազատագրվի ինքը դրանից։ Որովհետև սա է, բանաձևը միակ սա է։ Մարդը չի կարող։ Դրա համար հոգևոր այս կրթությունը մեզի շատ պետք է։ Հոգևոր կրթությունը մեզի պետք է։ Իսկ հոգևոր կրթությունը գալիս է ավետարանը կարդալու։ Այսօր ավետարանը հենց քո ընտանիքում դու այդ որ կարդաս դու կհասկանաս դա։
բայց մենք չենք կարդում։ Ինչ ասես անում ենք, բացի հոգևորը վերլուծեից։ Տեսեք մի քարոզիչ այսպես է ասում։ Ասպա եթե մենք այսօր մեր դպրոցում մեր երեխաներին ավետարանը չսովորացնենք, եթե դպրոցում երեխան ավետարանը չկարդա, վաղը այդ ավետարանը ինքը կարդալու է Բերդում։ Ինչի հասնի Բերդ, որոնց է կարդալ։ Հիմա մի հատ օրինակ եմ ուզում պատմեմ։ Մայրս ասենք ծանոթներ, բաներ որ կային, էլի։ Ասենք որ գալիս էին, այն ժամանակ դες դարպասը բանը չկար, էլի, բաց սետ կային, սենց ասած, սետքից ցանկապատ էր։ Ասենք որ գալիս էին իր, ասենք դաշտի աշխատողները բանը, գալիս էին տուն կանչում, բերում էր բաներ անում, հյուրասիրում էր բաներ անում, մեկ էլ հանկարծակի հաջորդ օրը, որ այդ նույն անձնավորությունը ասես ճանապարհով անցնում է, մեկ էլ մեր երեխեք այդ մեր այդ մարդու ձեռքից բռնում, բերում էին մեր տուն։ Ինչա որ տեսել էին, տատին բերել, հյուրասիրել են, կոֆե են խմել, բան են արել, ուր ես անտարբեր անցնում էլի, այսինքն էդի տենց սերմանվել եկել է։ Իմ տղա Սամվելը, երբ որ մենք ջուր չունենք, ամբողջ գյուղը դրա մասին վկայում, ամբողջ գյուղը։ Ասում է, երբ որ եթում են ամանները, ասում է, իր ամանները թողում էր, մեր ամաներները օգնում, բերում, դնում էր մեքենան, մեզի ճանապարհում էր, ինքն ձեռով վերցում էր, գալիս էր։ Սա հենց այդ օրինակն է պետության կողմից, որ մեր ընտանիքը այսօր ստացել է որպես լավագույն ընտանիք, այսօր այս մեդալից ունի Հայաստանի Հանրապետությունում 10 ընտանիք, բազմազավակ ընտանիք, 10 ընտանիքի, որից այդ ընտանիքներից մեկը մեր ընտանիքն է համարվում, որպես լավագույն, որպես պարկեշտ, որպես օրինակելի, որպես, այսպես ասած, բարի վարքի, այսպես ամեն չափորոշիչներին համապատասխան ընտանիք։ Էս է եղել մեր նպատակը, որ եթե Աստված մեզի երեխա է պարգևելու, ուրեմն մենք պիտի ունենանք։ Բայց մի հատ բան եմ ուզում պատմել։ Ասի։ Եկավ, էսի շատ կարևոր է, էլի վկայությունն ուժեղ։ Ուրեմն իմ հարազատ հայրս, որ ինձ ծներ, բերել է մի տարի էլ պահել է։ Ուրեմն ես փոքրուց հիվանդ եմ եղել, սենց ասած, երբ որ իմ վերցնում հայրը դժբախտահարից մահացավ, այդ իմ հարազատ հայրս ինձ մեզի ընտանիքին օգնել է, աջակցել է մի խոսքով, հետո որ այտենց մի քիչ վատառող չէի, ուրեմն երբ որ բժիշկները 16 տարեկան էի արդեն, բժիշկները մոտս հայտնաբերեցին, որ ասենք այդ ամբողջի պատճառը փոքր գրիժ է եղել։ Իմի տարել են այդ գրիժան հանել են, բան են արել, մեր բժիշկը այդ հարազատ խորս կանչել է, ասել է հայրիջա պիտի մի բան էլի ասեմ, որ իմանանք էլի, կարող է ինքը երեխա չունենա էլի, 50-50 է էլի, որտեղ 100 այլ 50-50 է։ Էլի եկել եմ, ինձ չեն ասում էլի, իմե եկել ենք տուն, ես երես խփում ակ փոքերին, սենց էլի, հիմա լենեմ, վերջ ինչ այլ, բժիշկս ասեն բան ասել, մի ասել է, վերջ է, մի պսայպել ենք, ամստացել ենք, Անոնց երեխեն ծոհավ, ուրախացել է, անունը դրեց, Բաղդասար, երկրորդը ծնավ, ասավ ես էլ դրում ենք բավական, ու վերջ էլի ասավ։ Մի երրորդը ծնվել է, չորրորդը ծնվել է, 5-ը ծնվել է, 6-ը ծնվել է, մեկ էլ ճամփերեց։ Դե կապը կար էլի, այդում գալիս ենք, մեկ էլ ասավ, «Տո հերիկա էլի, արդեն ասում է, բոլա էլի», մեկ էլ ենք ումից հարցում յանգամից աղբորս, մեծ աղբորս կինես, ասավ, պապա, էլի դու չէ, որ խապ մեր ճոկերիտ ասում էր, ես օրը ծերեխա չի լեսավ, ես ինչ եղավ, խիսըտ պդիլն է, բերում այլ դու բեր ինչա կեզը խակարում։ Ձեր ամուսինը շատ է ձեզ նվերներ արել ժամանակին, են զանգակ բամբակի պահն է, եսի արդեն։ Նվերն իմ համար ամենաթանկ և լավ նվերն է իմ երեխեքները։ Իսկ շատ եք կռվում իրար հետ։ Չէ։
Ձեզանից ով է զանգակը, ով է բամբակը։ Վերջում գիտեք ինչ հարց եմ ուզում տամ ձեզ։ Այս ձևի մի հատ հարց։ Եկեք ամենափոքր երեխուց սկսենք անունները տալ։ Առաջինը դուք եք սկսում, դուք շարունակում եք երկրորդով։ Ու դե շարունակ։ Դենանք կշփոթվեք թե չէ։ Մեկ ու մեկ։ Անուններով։ Միջև ասել եմ, բայց պետք է մի հատ էլ օրինակ բերեմ։ Ուրեմն կանչել եմ մարզպետարան։ Ես դիմում եմ գրել, որ ինձ տան հարցում եք, այնքանից մեկը ասում է, մարզպետին ասում է, պարոն մարզպետ ասում է։ Մարդիկին ասա թող սկզբից միջև վերջ երեխեքի անուններն ասի, իր հարցը լուծեն։ Ասի, խնդիր չկա, ասեմ, ասի, բայց ես հոգյասիբը ռադիո չեմ ասի, ամեն երեխու տվյալը ասելու համար, ասի ամեն մեկը $100 դրեք սեղանին։ Ասաց, մեկուսուս բանար շուշուր եկավ այդ հարցնողը մարզպետն ասա, պատրաստ ես, ասա, թող ասի։ Ասավ չի $100 ասի համար կծիմություն մի արեք, եկել եմ տան բարելամ $100 ինչ է ձեր համար, որ դուք ամեն մի երեխու տվյալը չասեք։ Ոչ են, հերթով սաղ ասեցի ուրեմ մեկ է գրել մեր էլի, էլ է գնաց եմ կամպիտերով ստուգելով, եկով ասել, պարոն մարդը, մի հաճի շպոտլավ։ Հիմա փորձենք էլի կարող մեծացել ենք և աղ ջայել ենք։ Դե ուրեմն ձեր թույլտվությամբ գնացինք։ Հակով, Դավիթ, Անա, Մելինե, Սամուել, բանը, Եստեր, Արմին է։ Չէ ես Դուք մի մոռացեք, որ դուք եք երեխաներին ունեցել։ մենք որ մի սկզբից մեծերով ենք վերջից չեք նա, վերջից առնեցի։ վերջից խաղ Ձեր երեխաները ձեզ հուշում են։ Սարա, Նազելի, Դավիթ, չէ, Սարան դուք եք ասել, հիմա դուք եք ասել։ Սացելի գալը։ Նազելի, մի Մարիա, Մարիամ, Սաթենիկ, նոր դա, Շուշան, Դանե, Դանել, Շուշա, Բաբակա, Բաղդասան։ Բրավո։ Ես այսօրվա մեր հանդիպումն էլ այսպիսին էր։ Գեղեցիկ եւ օրինակելի այս բազմազավակ ընտանիքում։ Իսկ դուք, եթե հավանում եք մեր հաղորդումները, բաժանորդագրվեք ալիքին եւ ակտիվ եղեք մեկնաբանություններում։ Նաեւ կարող եք աջակցել մեր հաղորդումներին ավելի հաճախակի նկարահանումներ ունենալու համար։ Շնորհակալություն, որ մինչև վերջ դիտեցիք։ Լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։ Առայժմ Ձեզանից ով ամենաշատը սիրում մամային ու պապային։ Վայ։ Անչափ շնորհակալ եմ հաղորդման համար։ Լավ մնացեք, ամենայն բարիք ձեզ։ Ընկեր ենք շնորհակալ, սեսյուն ձեզ։ Հաջողություն ձեզ, լավ մնացեք։ Աստված ձեր հետ, ձեր գործերին հաջողություն։ Ամեն, Աստված բոլորիս հետ։